Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 7։ Տերը արձակում է կապվածներին, Սաղմոս 146-րդ գլուխ 7-րդ խոսք։ Նա արեց դա։ Մտածեք Հովսեփի, Եգիպտոսում Իսրայելի, Մանասեի, Երեմիայի, Պետրոսի և շատ ուրիշների մասին։ Նա շարունակ անում է դա։ Իր մեկ խոսքով նա կոտրում է պղնձե կապանքները, իսկ հայացքով նա կոտրում է երկաթե շղթաները։ Նա շարունակ անում է դա։ Հազարավոր վայրերում տառապող մարդիկ բերվում են լույսի և ազատության մեջ։ Տեր Հիսուսը շարունակ հռչակում է բանտերի բացումը կապվածների համար։ Անգամ այս պահին բանտի դռները բացվում են և շղթաները ցած են ընկնում։ Նա ուրախությամբ կազատի քեզ, սիրելի բարեկամ, եթե դու հիմա սգում ես վշտից, կասկածից և վախից։ Տեր Հիսուսի ուրախությունն է քեզ արձակելը։ Քեզ արձակելու նրա ուրախությունը նույնքան է, որքան քո արձակված լինելու ուրախությունը։ Ոչ, դու պարտավոր չես կոտրել երկաթե շղթան, Տերը կանի դա։ Պարզապես վստահիր նրան, և նա կլինի քո արձակողը։ Վստահիր նրան, չնայած քարե պատերին կամ երկաթե շղթաներին։ Սատանան չի կարող քեզ հետ պահել, մեղքը չի կարող քեզ կապել։ Հուսահատությունը չի կարող քեզ շղթայել, եթե դու միայն հավատաս Տեր Հիսուսին, նրա շնորհին և նրա փրկարար զորության լիությանը։ Հակառակվեք թշնամուն, և թող այս խոսքերը դառնան ձեր ազատագրման երգը։ Տերը արձակում է կապվածներին։